Վաշինգտոնում տեղի ունեցած Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը պաշտոնապես ներկայացվեց որպես հերթական քայլ դեպի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, սակայն հրապարակային հայտարարությունների և արդեն հայտնի փաստերի համադրությունը ցույց է տալիս հանդիպման իրական կշիռը շատ ավելի խորն է, քան պարզապես դիվանագիտական ժեստը։ Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային հաղորդուղիների բացումը, տնտեսական համագործակցության հնարավորությունները, անվտանգության և կայունության հարցերը։ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը մեծ առաջընթաց են գրանցել և ընդգծել է խաղաղության կարևորությունը տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ բանակցությունները կառուցողական էին և ավելացրել՝ Երևանը շարունակում է մնալ խաղաղության օրակարգին հավատարիմ։ Իլհամ Ալիևը նույնպես խոսել է պատմական հնարավորության մասին, բայց փաստերն այստեղ չեն ավարտվում։ Վերջին ամիսներին միջազգային տնտեսական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է Three-Pam-Pam նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity)։ Հայտնի տվյալներով նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային նոր տրանզիտային միջանցքի ստեղծում, Հայաստանի տարածքով կապ Նախիջևանի հետ, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացում, արևմտյան ներդրումների ներգրավում։ Վերլուծաբանների գնահատմամբ հենց այս նախագիծն է Վաշինգտոնի հիմնական հետաքրքրությունը Հարավային Կովկասում։ Եթե այն իրականություն դառնա, տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը կարող է արմատապես փոխվել։ Սա նշանակում է, որ հանդիպումը կարող է լինել ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին տնտեսական մեծ բանակցության մաս։ Ադրբեջանը շարունակաբար բարձրացնում է Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության պահանջը, այն ներկայացնելով որպես խաղաղության պայմանագրի խոչընդոտ։ Թեև հայկական կողմը հրապարակային չի հաստատում նման պարտավորություն ստանձնելու պատրաստակամությունը, բանակցային գործընթացում այս հարցը մնում է ամենազգայուններից մեկը։ Քաղաքական փորձագետները նշում են, եթե այս թեման մտնի գործնական փուլ, դա կարող է դառնալ խաղաղության փաստաթղթի ամենաբարձր գինը։ Վաշինգտոնի ակտիվացումը տարածաշրջանում պատահական չէ։ Վերջին 2 տարիներին նկատվում է Ռուսաստանի ազդեցության աստիճանական թուլացում Հարավային Կովկասում, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության աճող ներգրավվածություն, էներգետիկ և տրանսպորտային նոր երթուղիների նկատմամբ գլոբալ հետաքրքրություն։ Այս համատեքստում Թրամփի հարթակում կազմակերպված հանդիպումը կարելի է դիտարկել որպես ազդեցության վերաձևման ավելի լայն գործընթացի մաս։ Հանդիպման ժամանակ Վաշինգտոնում նաև միջադեպ գրանցվեց։ Մի խումբ ցուցարարներ հայտարարեցին, որ Ալիևի թիկնապահների հետ բախում է տեղի ունեցել հյուրանոցի մոտ։ Դեպքը դեռ ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն այն արդեն լրացուցիչ ուշադրություն է հրավիրել այցի վրա։ Այսպիսով, Վաշինգտոնի հանդիպումը ներկայացվում է որպես խաղաղության հերթական քայլ, սակայն փաստերի համադրությունը ցույց է տալիս ավելի լայն պատկեր։ Սեղանին դրված են տարածաշրջանային տրանսպորտային վերահսկողություն, էներգետիկ շահեր, քաղաքական պարտավորությունների բարդ փաթեթ, գերտերությունների մրցակցություն Հարավային Կովկասում։ Խաղաղության խոսույթը շարունակում է մնալ առաջատար, բայց իրական գործընթացները ցույց են տալիս՝ սկսվում է նոր փուլ, որտեղ յուրաքանչյուր ստորագրություն կարող է ունենալ երկարաժամկետ աշխարհաքաղաքական գին։